Ամենա դեսպանատունը ամեն դեպքում ներկայացուցիչ ուղարկել է Եվրամիության դեսպանների երկրի բարերը մեկնաբան որոշումների մասին քաղաքացիների Չէ, այսինքն կարևորում են, որ Հայաստանում իսկապես քաղբարտարկյալների խնդիր կա Պարսիմոնյան։ Այո։ ազգային ժողովի դալիճում ուղի եթերով ով ինչ ուզում ասում է, բայց Հայաստանում կան բանը քաղաքական խոսքեր եւ քաղաքական Առաջին շարքում հիմա լուսանկարներն են, առաջին այդ վարչապետի աթոռին դրված է Աջապահյանի, Սրբազանի անելու համար դրա գնահատականը այս մարդիկ խոսքը քրեորեն պատժելի է, մարդը խոսքի համար է դատապարտված։ Այս մարդիկ խոսք չեն ասում, ախի դատապարտված են։ Դե ձեր այս տեմպերով իրանց է կհարցնի հերթը։ Դա ոչ մեկ չի կարող ասել, բայց մարդիկ այս մարդիկ ավելի պակասն դիմադիր են։ Հետո ընտրությունները Արցախի կորուստը։ Այս մարդիկ պակասն Դե դուք ավելի ազդեցիկներին եք։ հերթով, ավելի ազդեցիկ, Ով ավելի ազդեցիկ է, նրան չեզոքացնում եք։ Այսինքն այս մարդիկ ազդեցիկ չեն։ Չեմ ասում եմ ավելի ազդեցիկ է։ Իշխան Սաղաթելյանը, Սերան Օհանյանը, Ռոբոտ Սերժ Սարգսյանը ավելի ազդեցիկ չեն։ Դե գործեր կան իրենց վրա։ Կոռուպցիա է, այսինքն իրենք կոռուպցիաներ չեն, նորի բաց է, որ կոռուպցիա դեր։ Այսինքն դա ինչ տենդենցիա է, ես ասել եմ, ով ինչ քրեական հանցագործություն է անում, գալիս է սկսում է քաղաքականությամբ զբաղվել, որ ասում է քաղաքական հետապնդում։ Սա ամենավառ ապացույցն է, որ այս ամեն ինչը կատարվում է նոնսենս, որտեղ հեսա ազատ խոսքի արտահայտում։ Ուղիղ ես ձեր Բայց ինչպես է գնահատում, որ ամեն դեպքում Եվրամիության դեսպանատներից ներկայացուցիչներ չկան, Միացյալ Նահանգները ամեն դեպքում ուղարկել են պաշտոնյա։ Չեմ կարող ասեմ, այդ Լիլիթ Օհանյանը ես էլ դիմադիր եմ, իմ հետ հանդիպում էր եւ բոլորի հետ հանդիպումը հետաքրքիր է եկել, զեկույց գրի ուղարկի իր աշխատանքն է անում։ Հիմա ես ինչ գնահատական տամ։ Հետո Ամերիկա բանը ենթադրում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դե վերջը մենք բան ունենք, չէ, օգոստոսի 8-ին ենք ստորագրված, շատ ավելի հետաքրքրված են միգուցե ներկայական պրոցեսներով։ Եվս մեկ անգամ կգրան կարձանագրեն, որ անդիմությունը ասելու չունի կուղարկեն զեկույց, ես ոնց մեկնաբանեմ իրանց գալու չգալու հարցը։ Պարոն Սիմոնյան, տեսեք դուք ասում եք վերևից նայում եք, ասում եք էլի մարդ չկա։ Չէ, ձեր հետ չէ, նկատում եք դահլիճում չեք։ Նկատում դահլիճում չեք, այստեղից ասում եք, հա, քիչ մարդ կա կամ մարդ չի եկել, եթե անգամ թեկուզ մի հոգի բարձրաձայնի խնդիրը, նշանակում է խնդիր կա, չէ, դա ինչ որ ես որևիցե վերջ չունեմ այդ հարցում, որ դա նույնիսկ մի քանի հոգի եթե կա, ես կասեմ, որ պետք է հենց ազգային ժողովի դահլիճում, ազգային ժողովի դահլիճը տրամադրված է, ու եթե մի քանի հոգու տրամադրված է, լավ է, որ լավ գաղափար են նկարներ են դրել, որպեսզի ինչ-որ չափով դահլիճը լրացված լինի, հա, կարող են մնացած տեղերում, որտեղ որ մարդ չկա, նստած էլի նկարներ դնեն, ինչ-որ նկարներ, չգիտեմ, օրինակ անցյալից նկարներ դնեն, որ մարդիկ հիշեն անցյալի, ասում եմ, այն բացակայելն է, թող անցյալից նկարներ դնեն, այն մարդկանց, ովքեր որ լրագրողների ծնունդ էին կոտրում, ովքեր որ մարդկանց բազեզներում ծեծում էին, ովքեր որ հերոստատիկներ եւ բաներ էին փակում, այդ մարդկանց նկարներ նկարում։ Պարոն Սիմոնյան, անդիմությունը պնդում է, որ Հայաստանում 1 տասնյակից ավելի քաղբանտարկյալ կա։ Հիմա դուք ասում եք, գեթ մի բանտարկյալ է չկա, հա, 60 քաղբանտարկյալի մասին են ասում, 60։ Ես պնդում եմ, որ անդիմություն չկա Հայաստանի Հանրապետությունում։ Բայց եթե չկա, ինչու եք երկու ֆրակցիաները, ինչու եք այսպես քրեական գործեր հարուցում։ Ես մարդ եմ կալանում, ես չեմ ասել, որ դա կապված է դիմադիր լինելու հետ։ Ինչ չափորոշիչով եք ասում, պարոն Սիմոնյան, որ ընդդիմություն, ինչ չափորոշիչով եք ասում, որ ընդդիմություն չկա։ Օրինակ ընդդիմությունը կարող ասեն այդ իշխանությունը չկա, բայց չափ փորձի։ Այսօր օրակարգ քաղաքական թելադրում է գործող իշխանությունը։ Իրանք հակադարձողի դերում են, իրանք օրակարգ չեն առաջադրում, իրանք ասելիք չունեն հայ ժողովրդին։ Ես դրա մասին բազմիցս ասել եմ։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ինչ-որ բան ենք առաջարկում, վատ բան ենք առաջարկում, լավ բան ենք առաջարկում, քննադատելի բան ենք առաջարկում։ Ընդդիմությունը ասում է դու դավաճան հողատու, այս արդեն 5 տարի է, հա, ու ասում է, այլ ինչ ասում, չգիտեմ, նույնիսկ օրինակ չեմ կարողանում։ Ինչ է ասում ընդդիմությունը։ Խնդրում եմ ասեք, որն է օրակարգ, արժանապատիվ խաղաղություն, ասենք այդ կենացներ ինչ-որ բան, թող իրենց հետաքրքիր է, հեսա կարոզաշարը Փաշինյանի հեռացում օրակարգը։ Լավ, արդեն 5 տարի ասում են, հեսա ընտրություններ ա գալ, լավա չեն ասում, պահանջում են 2026 թվականին, մի քանի անգամ գնացել է։ Լավա չեն ասում, պահանջում են 2026 թվականին հունիսի 7-ին ընտրություններ։ Այո, այդ Պարոն Սիմոնյան,
Թրիփի մասին երբ խոսեցիք, այս մամուլում տեղեկություն կա, որ պետքարտուղարի օգնականը, որ վերջերս եկել էր Հայաստան, տարածաշրջանային Մեկնաբանի, քանի դեռ որևիցե հստակ բան չկա։ Ամեն դեպքում ասում են, որ այստեղ շոկ են ապրել իշխանությունները այն հարցից, որ ռուսական ընկերություն պետք է ներգրավի այս ծրագրերում։ Որևիցե բան չեմ մեկնաբանելու, որովհետև գիտես ինչ, ամեն ինչ հնարավոր է հնարում են եւ ասում են ամեն ինչ։ Ես որևիցե բան չեմ մեկնաբանում, ինչ որ կա պաշտոնականում կա, Թրիփի հետ կա։ Իսկ հնարավոր համարում եք, որ ռուսական ընկերություն լինի Միացյալ Նահանգներ, Ռուսաստանն ու Ուկրաինայի հացով բանակցությունները հիմք չէ տալի, որ նաև հարավային Կովկասում օրինակ այդ համագործակցությունը ինչ որ տեսք ստանա եւ Թրիփի դու կամ ես այդ համագործակցության մակարդակը, տողատակերը եւ ներքին բաները գիտենք, ես վստահ եմ, որ ոչ ես, ոչ դու դրա մասին նույնիսկ պատկերացում չունենք, հա։ Դա մի քանի շերտանի խաղ կարող է լինի եւ մի քանի շերտանի պայմանավորություն լինի եւ դենց հիմա նստել դենց մենք զրուցարանում չենք նստած իրար հետ կամ խոհանոցում չենք նստած իրար հետ ինչ որ աշխարհակահաղական կարող որ մենք ու Ավստրիան ենք տրամաբանության մեջ, հա, մենք ենք մեր սարերը տրամաբանության մեջ խոսակցում։ Դուք ինձ կոնկրետ հարց եք տալ, ես ասում եմ, չեմ մեկնաբանի մի բան, որից տեղյակ չեմ եւ չեմ մեկնաբանի մի բան, որի հետ կապված պաշտոնական դեպքերում չկա։ Եվ ասում են այս ձգձգումը Փաշինյանն էր խորհրդարանում հարցը պատասխանի ժամանակ ասաց, որ 26-ի երկրորդ կեսից այսպես ավելի պատկերավոր կլինի ինչ ենք ունենում այստեղ եւ արդյոք սա պայմանավորված չէ հենց այդ բանակցություններով։ Գործընթացը գնում է առաջ, ձգձգում չկա, գործընթացի շուրջ խոսակցություններ, քննարկումներ տարվում են թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, թե մեր անմիջական հարևանների հետ, ոչ մի ձգձգում չկա եւ ոչ մի նորություն չկա դրա հետ կապված պատմում։ Պարոն Սիմոնյան, ձեր մի հայտարարություն վերջերս արված մեծ աղմուկ բարձրացրեց։ Խոսքս այն մասին է, որ դուք ասացիք, որ հատվածներ կա, որ մենք էլ 110, ասացիք քառակուսի կիլոմետր առաջ ենք Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ են։ Ահա, կասեք, որ հատվածներում են եւ 110 ինչ այդ թիվը որտեղից է վերցված։ Տեսեք, որևիցե թիվ, ես այդ նույն խոսքի մեջ ասում եմ, որ որևիցե մեկը չի կարող որևիցե կոնկրետ թիվ ասի։ Եվ մոտավորապես եթե իրանք 200 են, բան մենք մոտավորապես 100 ենք այսքան։ Հենց դրա համար էլ դեմարկացիա եւ դելիմիտացիա հանձնաժողովի գործումը, որ վերհանի են սահմանը, որտեղ որ անճշտություններ կա։ Եթե տենց չի, ստացվում է, որ մենակ մի կողմն է առաջ է ստացվում։ Պարոն Սիմոնյան, բայց դուք շատ մեծ թիվ եք ասում։ Փորձագետները, մասնագետները ասում են, եթե այս խոսքի օրինակ անկլավներն է այսպես կոչված վերցնենք, 110 չի լինում։ 50-ի մասին է խոսքը։ Դուք շատ մեծ թիվ եք ասում։ Ներողություն եմ խնդրում, իրանք փորձագետ են, ես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահն եմ, որը ունի ինչ որ ինֆորմացիա ստանալու եւ իր մեկնաբանությունը անելու իրավունք։ Ես էլ իմ փորձագիտական բանն եմ։ Իսկ որ հատվածներն են։ Ձեզ ասում են ինչու չեք իջնում այստեղ, տեսնեք ինչ կա։ Անժանանա, ասում, անժանան պետք է հələ որ երկար Անժելային մեծ սրտի կանենք, թող տենա ուրախանա։ Անժելան հələ պետք է երկար դատական կարգով պատասխան տա այն հայտարարությունների համար, որ ինքը հրապարակային արել է, դրա համար ես իր հետ որևիցե խոսելու բան չեմ։ Իսկ որ հատվածներում ենք, պարոն Սիմոնյան, դուք ասում եք դուք պաշտոնյա եք, գիտեք որ հատվածներում ենք առաջ։ Սահմանազատման գործընթացը հենց դրա համար է, հասկանում եք։ Դες հիշում եք, որ երբ որ Կիրանցում տավուշում բաներ արվում, քննարկումներ արվում, հա։ Ձեզ դա դիմում։ Ձեզ հարցնող կա։ Անձամբ ինքը չի ազատագրվել։ Ոնց է մենք այդ վաղ խոսում, ասում էինք, որ եկեղեցին մնալու է այսինչ տեղը, կամ ասում էինք այսինչ գյուղը կամ գյուղական տունը մնալու է այնինչ տեղը, հա։ Ինչ եղավ, ինչ որ մաս մնաց այն կողմ, ինչ որ մաս մնաց այս կողմ, հիմա չենք ուզում կոնկրետ սանտիմետրով, ոչ մեկ չի կարողանալ ասի, ոչ ադրբեջանական իշխանությունը, ոչ հայկական իշխանությունը, դրա համար կա սահմանազատման, սահմանագծման գործ։ Այն հենց նոր Բագրատյանը ասաց, որ եթե դեռ չկա սահմանազատում եւ սահմանագծում, ինչպես է Հայաստանի իշխանությունը հայտարարում, որ Տիգրանաշենը պետք է վերադարձվի Ադրբեջանին, այն հենց նոր հայտարարել։ Ինչ է նշանակում Դե հիմա ասում են որտեղ մենք հայտարարել ենք, որ Ալմատայի բանով, հռչակագրով սովետական Հայաստանի սահմանների եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանը պետք է վերհանվի։ Այդ ժամանակահատվածում Տիգրանաշեն կար թե չկար։
Դե ասում են անկլավները հայկական է ասում է։ Հայկական է 88 թվի։ Տեսնենք հիմա եղել է ինչ-որ որոշումներ ու ինչ-որ բան, տեսնենք, չէ՞։ Ամերիկյան կազմակերպությունը հայ ԵՄՀ-ական չէ, հայ վրացական չէ, հայ եսիմուշի երկիր չէ։ Դե որովհետև ասում են նաև Եվրամիությունը փորձում է այս պահին ներգրավել վերահսկողության կարիք չի լինելու, դուք սխալ եք։ ոչ թե ռազմական, այլ զինվորական ինչ-որ վերահսկողություն։ Ամեն դեպքում, չգիտեմ, միջազգային նշանակության ճանապարհ է լինելու։ Հարց եմ տալի, եթե դուք գալիս եք եւ Զվարթնոց օդանավակայանից մեկնում եք, որ հայ-արգենտինական կազմակերպություն է, որ մեկնում եք ենթադրենք, չգիտեմ, Ուրուգվայ կամ որևիցե երկիր, այնտեղ ինչ-որ եվրոպական կամ ռուսական զինվորական է, կամ Պարսկաստանի որ բեռը մտնում է, գնում է Վրաստան, ինչ-որ մեկ է դուք ռազմական ինչ-որ բան եք։ Այսինքն սա այս նախագծին դրան միանալը որևէ քաղաքացիական նախագիծ է, ինքը ռազմական նախագիծ չի, ինքը ռազմական տարիք մեզ չի պարունակում եւ մեր ԱԱՑ-ն եւ մեր սահմանապահները լրիվ իրավասու են եւ իրական նման բան չի լինելու, դուք ես սխալ է որ դուք տենց բան եք պատկերացնում, ինքը ձեր ասած խոսքի մեջ երևում է որ ձեր պատկերացումը արտատարածքային ինչ որ մեկին ինչ որ մի բանը տալու տրամաբանության մեջ է, չէ, այստեղ խնդիրը նա ոնց երկու ժողովուրդների մեջ, որոնք որ տարիներ շարունակ իրար նկատմամբ ատելություն են տածել, ամեն ինչ որ տրամաբանություն գտնենք, որ այդ միջև այդ ատելությունը իջնի, հա, մարդիկ հնարավորինս քիչ առիթ տանք, որպեսզի իրանք ինչ որ անախորժություն չգործեն։ Մենք բոլոր սահմանները բաց լինել, ես նորից եմ ձեզ ասում, մենք իրար հետ առևտուր ենք անելու ու արել ենք ու անելու ենք, նույնիսկ Ղարաբաղում են այդ առևտուրը արել, ինչ որ ժամանակահատվածում վերջում, այդ առևտուրը լինելու է, ուզում եք ուզեք, ուզում եք մի ուզեք, ուզում եք հիմա հայրենասեր ռուսյան պատրվակի տակ ասեք, որ տես բան չի լինելու, լինելու է, անելու ենք ու խաղաղ ենք ապրելու իրար հետ, այդ զինվորական դրա արդեն Քաղաքասարակության անդամներն էին այդ։ Ադրբեջանի տեսանյութ էր տարածված հետևություններում։ Լսեք, իսկ դուք տեսնում եք Հայաստանում ինչ տեսանյութներ է տարածվում։ Դուք հասկանում եք, որ մենակ լսեք, նման տեսանյութներ չկա, բայց մենք ունենք հենց հիմա այնտեղ Ղարաբաղի դրած դրոշներ, որը նույն էմոցիան է առաջացնում Ադրբեջանում, ինչը որ մեր մոտ այդ բանը, այդ տրամաբան, այն ինչ որ դուք ինչի մասին խոսում եք, դուրս եկեք մենակ մեր տեսակյունից նայելը։ Մենք երեք Ժիրայել Լիպարիցյանը շատ լավ հարցազրույց է տվել Պետրոս Ղազարանին եւ այդ ձեր ասած այդ կապը շատ հետաքրքիր բաներ ա, օրինակներ ա բերել, նայեք, մենակ մեր դիտակետից մի նայեք հարաբերություններին։ Ես պատրաստվում եմ ինչ որ հարմար պահի գնամ Ադրբեջան եւ այցելեմ, ես պատրաստվում եմ իմ գործընկերոջը հրավիրեմ Հայաստան ինչ որ որևիցե ֆորմատով։ Իսկ հրավեր եղել է պարոն Մերժեցին Եվրամիության գագաթնաժողովին այստեղ Ասացին մասնակցել։ իրանք ինձ Երբևէ ձեզ հրավեր եղել է, պարոն տեքստով ասացին, որ դա կապված է Եվրամիության հետ իրենց հարաբերությունների հետ եւ Տիկին Գաֆարովաններ հանդիպման ժամանակ դրա մասին ինձ ուղիղ տեքստով խնդրել է եւ խնդրել է որ նաեւ իրենց նախագահի անունից ասել է խնդրում եմ որ փոխանցեք որ սա որևիցե կապ չունի հայկական կողմի հետ հիմա եթե Եվրախորհրդանում Արցախի իրավունքների հետ կապված ընդունված բանաձևերի հետ կապված իրանց հարաբերությունների հետ կապված ձևակերպումը սա է ես խնդրեցի հարցեցի ասի կարող եմ ես սա բարձրաձայնել ասին այո կարող ես բարձրաձայնել եւ ես մի քանի անգամ բարձրաձայնել կարող եմ Չասեցիք ձեզ հրավեր երբևէ եղել է այցելել Ադրբեջան։ Չի եղել, բայց եթե լինի, ես այդ հրավերը կքննարկեմ։ Բայց դուք նորմալ եք համարում գնալ գալը, եթե մենք այնուամենայնիվ այնտեղ ունենք գերիներ։ Իսկ քննարկել ասելուց ինչ նկատի ունեմ։ Ես կքննարկեմ։ Գոնե ինչ-որ մի հատ քայլ իրան կանեին, որպես խաղաղության ժեստ, բավոր ասում եմ քննարկել, ես ինչ նկատի, ես չեմ ասում, չէ՞ կարող է ասել, ես կգնամ։ Չէ, խնդիրը քննարկելը չէ, մեր գերիների հարցը, լսեք, մեր գերիների հարցը մենք ունեցել ենք 200-ին հասնող գերիներ, 200-ին հասնող գերիներ։ Հիմա այսօր կա 23 հաստատված գերի, 23 հաստատված գերի։ Եկեք սպասենք եւ ես վստահ եմ, որ այս քայլերի շնորհիվ այդ գերիների թիվը ինչ որ պահի գալու է հասնի 0-ի եւ վերադառնալու են բոլորը, վերադառնալու են նաեւ այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները, վերադառնալու են բոլոր այն մարդիկ, ովքեր որ գերեվարվել են կամ հայտնվել են այսօր ընդդեղի բանտերում։ Մեր իշխանությունը ամեն ինչ արել է եւ անելու է, որ բոլորը անխտիր վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն ձեր լավատեսությունը հիմնված է արկա քննարկումների վրա, թե ինչ որ բաներ կա, որոնց փակագծեր։ Փորձի վրա, ասում եմ, պատերազմից հետո մենք ունեինք 200-ին հասնող հաստատված գերի։ Այսօր մենք ունենք 23 գերի։ 10-նապատիկ ավելի քիչ։ Դա ինչ որ հիմք է, որի վրա ես կարող եմ հենվել։ Ես կարծում եմ հիմք է եւ ես
գիտեմ թե ինչ ջանքեր է արվում իշխանության կողմից, իմ կողմից, արտաքին գործերի նախարարի կողմից եւ այլն։ Գիտեմ, դրա վրա է հիմնված։ Պարոն Սիմոնյան, ասում եք եկեք սպասենք կվերադառնան, իրենք էլ կվերադառնան, սակայն Վիգեն Էվնուջյանի հարկինը ասում է, որ կրիտիկական է իր վիճակը, չի կարողանում քայլել։ Այսինքն ու այս մենք տեսանք, որ քաղաքասարակության անդամները Հայաստանից գնացին եւ չկարողացան տեսակցել։ Արդյոք մտահոգիչ չի էս իրավիճակը ինչ որ։ Ասում եմ մտահոգիչ ժամանակ զբաղվում են, դուք ինչ գիտեք մենք ում հետ կապված ինչ գործունեություն ենք անում։ Դուք միակ բանը որ պետք է իմանաք, որ բոլորի հետ կապված մենք բոլոր հնարավոր գործունեություն անում ենք։ Միջազգային կառույցների հետ կապված իրենց հետ բանակցելու առումով նորից եմ ասում, նայեք թվերի մոտավորապես 200 եւ հիմա 23։